Տիկին Հակոբյան, մինչ ակցիային անդրադառնալը ես կցանկանամ, որպես Արցախի Հանրապետությունում աշխատած եւ պաշտոն զբաղեցրած անձ, դուք անդրադառնաք այս օրերին Բաքվում տեղի ունեցած շինծու դատավարություններին եւ հրապարակված դատավճիռներին, որոնցից մեկն էլ այսօր էր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ սահմանվեց 20 տարվա ազատազրկում։ Խնդրեմ ձեր գնահատականը, ձեզ համար սպասելի էր եւ ինչ ունեք դուք ասելու, հատկապես ինչ գնահատական ունեք տալու, երբ Հայաստանում կարծես թե խաղաղության դարաշրջան է սկսվել Հայաստան եւ Ադրբեջան հարաբերություններում։ Ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ հիմա խաղաղության դարաշրջան է սկսվել Հայաստանի համար։ Այսօր առավել եւս բավականին ավելի ենք հեռացել խաղաղության դարաշրջանից, որտեղ Ալիևյան ռեժիմը ինքնին ցույց է տալիս, որ ինքը պատրաստ չի ոչ մի խաղաղության դաշնագիր ստորագրելու Հայաստանի Հանրապետության հետ, եւ բնավ ինքը չի ճանաչի ոչ մի խաղաղություն, հենց իր քայլերը, որ ինքը դատապարտում է Արցախի նախկին պաշտոնյաներին, ինձ համար միշտ նախկին ներկա չկա, Արցախի պաշտոնյաներին, դա ինքնին փաստում է, որ Ալիևը չի պատրաստվում ոչ մի խաղաղություն ստորագրելու եւ պատրաստ չի դրան ընդառաջ գնալու։ Եթե ինքը այդքան հզոր է եւ ինքը գտնում է, որ իրոք այդ ռազմաքաղաքական մեր ղեկավարները իրոք եղել են Ադրբեջանի տարածքում ահաբեկիչներ, թե չգիտեմ ինչեր, ինչպես է ինքը որակում, ապա դրա համար կան միջազգային դատարաններ, նախին կապացի, որ դա իր բնիկ հողատարածքն է, ադրբեջանական տարածք է, ապա նաև ապացի, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը անորեն ինչ որ գործողություն է կատարել, բոլորը գիտեն եւ աշխարհում միջազգայինորեն ընդունված է, որ Արցախը ունեցել է լեգիտիմություն։ Հետևաբար Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կարող դատվել մի բանի համար, որը ինքը ունակ չէր եւ որին ինքը մասնակից չէր։ Բնավ այդ մարդիկ բոլորը եղել են այդ տարածքի բնիկները եւ թե պաշտոն զբաղեցնելու առումով եւ թե ապրելու տեսանկյունից, ես ինքս լինելով արցախցի, ես ինքս բնիկ եմ, իմ պապերն ու ապուպապերը լրիվ բնիկ այդ տարածքից են եւ երբևիցե այդ տարածքում չի եղել Ադրբեջան կոչվող կոչեցյալ հանրապետություն, ինքնին Ադրբեջանի հիմնադիրը հայերն են, համահիմնադիրը, ու երբևիցե չի կարա մի հարյուրամյակ պատմություն ունեցող պետությունը լինել մեր պատմական հողերի տերը։ Բնավ ես դեմ եմ ու եթե նույնիսկ որևէ հարցում մեղանչել են մեր ռազմաքաղաքական ղեկավարները, ապա միմիայն նրանց դատարանը կամ ինչ որ վճիռ կարող է կայացնել մեր ժողովուրդը, այլ ոչ թե ինչ որ ադրբեջանցի կոչեցյալ, ինչ որ հորինված ազգության տեր պետություն, ոչ ոք իրավունք չունի ոչ մի դատավճիռ կայացնելու։ Եվ այսօր որ Հայաստանը այսպիսի գործընթացների մեջ է եւ Հայաստանի Հանրապետությունը չի սատարում, չի պաշտպանում արցախայության իրավունքները, չի պաշտպանում եկեղեցու իրավունքները, ինքնին սպասելի է, որ այս իրավիճակն է տիրում նաեւ Հայաստանի Հանրապետությունում, ուր Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքի 17-րդ հոդվածով սահմանված է մտքի խղճի կրոնի ազատություն։ Դա եթե պայքար ենք սկսել հայաստանյաց առաքելական եկեղեցու նկատմամբ, ապա ինչու՞ չէ թող պայքար սկսել նաև մյուս կրոնական ուժերի նկատմամբ, եթե հավասար է դասվում, մարդու փաստացի հիմնարար իրավունքների խախտում է այս պահին, մենք ազատ ենք դավանելու այն հավատին, որին մենք հարկ ենք համարում, իծն է ազատ ենք եւ իրավունք ունենք հարելու այն ուժին, այն մտքին, որին մենք հարկ ենք համարում։ Տիկին Հակոբյան, բացի գործընկերներ լինելուց, դուք նաև Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահը, ձեր համակուրսեցին է եղել։ Ես կխնդրեմ նշեք, թե ինչպես ընդունեցիք այդ լուրը զգացական առումով եւ ոչ միայն Դավիթ Իշխանյանի պարագայում, մյուսների պարագայում էլ եւս ինչպես ընդունեցիք, որ նրանք դատապարտվեցին ցմահ ազատազրկման, որոշներն էլ 20 տարվա ազատազրկման։ Բավական ցավալին է, որ իմ ընկերների, իմ գործընկերների նկատմամբ նման դատավճիռ կայացվեց եւ հայաստանյան իշխանությունները քար լռությամբ արձագանքեցին դրան, վաղը կարող է այդ նույնը տեղի ունենալ իմ
կամ մյուսի հետ եւ լռել դա նշանակում է լինել նրանց հանցակիցը, նրանց գործընկերը, Ալիևյան վարչակարգի գործընկերը, այսինքն կողմ լինել նրանց արարքներին։ Ես մեծ ցավ եմ ապրում, որ իմ կուրսընկերը, իմ գործընկերը, իմ գործընկերները հայտնվել են այսպիսի անօրեն իրավիճակում եւ նրանց նկատմամբ կայացվել են վճիռներ, որոնց իրենք արժանի չեն։ Միգուցե մենք եւս բոլորս մեղավոր ենք, որ թույլ ենք տվել, որ հայաստանյան մերօրյա իշխանությունները նմանօրինակ վարքագիծ դրսևորեն Արցախի իշխանավորների լեգիտիմ Արցախի հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանավորների, ինչպես նաև ինչու՞ չէ նաև արցախցիների հանդեպ, չէ որ բանտում գտնվում է նաև բազում արցախցիներ, ունենք բազում պատանդներ, թե ռազմաքաղաքական գործիչներ, որոնց ճակատագրերը անհայտ են, որոնց անունների մասին անգամ խոսք չկա։ Կոնկրետ ինչ վերաբերվում է Դավիթ Իշխանյանին, ես հույս ունեմ, որ երբևիցե Դավիթը ազատ կարձակվի եւ մենք եւս կհանդիպենք եւ մյուս իմ գործընկերները, թե մեր նախկին նախագահները, թե այդ պահին մեր նախագահները, նախարարները, իմ գործընկերները, ռազմաքաղաքական ղեկավարությունը, ու սա կմնա որպես հուշ, չգիտեմ, ամեն դեպքում հույս ունեմ։ Անդրադառնանք այսօրվա ակցիային, որը ձեր նախաձեռնությամբ է, համահայկական ճակատ կուսակցության եւ շարժման նախաձեռնությամբ է ի պաշտպանություն վեհապար Հայրապետի։ Տեսեք, գործող իշխանությունը ասում է եկեղեցին բավականին քաղաքականացված է եղել, քարոզ է իրականացրել հանձին վեհապարի եւ շատ այլ հոգեվորականների, իսկ Մայրաթողի կարգված հոգեվորականներն էլ ասում են, որ պատճառը այն է, որ վեհապար Հայրապետը Շվեյցարիայում բարձրացրել է Արցախի խնդիրը։ Արդյոք այս պարագայում էլ շեշտը Արցախի վրա է։ Ես կարծում եմ, որ այո, որտեղ ցանկացած ոք, լինի դա քաղաքական, հոգևոր, թե այլ առաջնորդ, ով բարձրացնում է, վերաբացում է Արցախի թեման, հենց թելադրված լինելով նաև Ալիևյան ռեժիմի կողմից, ամենայն դեպս իրերը հանգեցնում են այդ նույն եզրագծին, որ հիմնախնդիրը դա Արցախն է, հիմնախնդիրը Արցախյան հարցի վերաբացումն է, որից էլ եզրահանգում ենք, որ քաղաքական այս բոլոր երևույթները գալիս են հենց դրա դեմ։ Ինձ թվում է, որ հենց վեհապարի կողմից այդ հարցի բարձրացումն էլ հանգեցնել է դրան, եւ ես լինելով համահայկական ճակատ շարժման անդամ, եւս իրավունք ունեմ իմ բողոքի ձայնը բարձրացնելու հայաստանյան առաքելական եկեղեցու իշահ, քանզի լինելով առաջին քրիստոնյա պետության առաջին քրիստոնեությունը ընդունած աշխարհում պետության եւ ժողովրդի զավակ, իմ պարտքն եմ, հոգեվոր պարտքն եմ ու սրբազան պարտքն եմ համարում կանգնել հայաստանյան առաքելական եկեղեցու պաշտպանության դիրքերում։ Կապ չունի, որ մենք եղել ենք Արցախ, կապ չունի, որ հիմա Հայաստանի Հանրապետությունում ենք ապաստանած, այսպես ասած, եւ կապ չունի, որ քաղաքական իշխանավորների մի գրչի հարվածով մենք հայտնվել ենք անորոշ կարգավիճակում, նրանց վարած սխալ քաղաքականության արդյունքում, ու այդ ամենից էլ հենց զատ ես իմ պարտքն եմ համարում կանգնել եկեղեցու պաշտպանության դիրքերում։